Բարի երեկո սիրելի հեռուստադիտող 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է այսօր իմ զրուցակիցն է Հայաստան դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Պարոն Դանիելյան, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին Մոսկվա մեկնեց, որտեղ հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումը բավականին թեժ ու լարված մթնոլորտում անցավ։ Ինչու էր Նիկոլ Փաշինյանը այդքան շտապում Մոսկվա։ Նախ ուզում եմ ավանդույթ դարձածին ողջույնները ուղղել անազոտության մեջ գտնվող մեր եղբայրների, մեր ընկերների, քաղբանտարկյալներին, Բագրատ Սրբազանի գլխավորության բոլոր քաղբանտարկյալների, քաղաքալացյալների հենց ամրություն, տոկունություն մաղթել։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր խնդրանքով հանդիպում պիտի կայանա Մոսկվայում։ Կարծում եմ, որ երկար ժամանակ է այդ բանակցությունները գնում են հանդիպելու։ Կարևոր մի քանի շեշտադրումներ կա, որի մասին կցանկանամ, որ մենք խոսենք այսօր։ Առաջի շեշտադրումը դա այն էր, որ Արցախի խնդրի հետ կապված Ռուսաստանի Դաշնության նախագահը հստակ նշեց, որ Պրագայում հայտնի ուրեմն ստորագրություններից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, խաչ քաշվեց բանակցային գործընթացի վրա, եւ սա կարևոր մի արձանագրում էր, որ մենք պետք է անենք, այսինքն այն մեր այս ընթացքում բոլոր են պնդումները, որ Նիկոլ Փաշինյանն է ինքը հրաժարվել Արցախի հարցի հետագա քննարկումից, դա ակնհայտ դարձավ եւ եւս մեկ անգամ հաստատվեց այդ փաստը։ Ճիշտ է, չխոսվեց այդքան ծամծմած այն թեմայի մասին հիբրիդային պատերազմ, որը օրեր, ամիսներ շարունակ այս իշխանությունները անընդհատ դրա մասին խոսում էին, չէ՞, հյուսիսից հիբրիդային հարձակումները եւ այլ եւ դրա պատասխաններն էլ հնչվեց, այսինքն հարց չտրվեց, բայց պատասխանը ասվեց, որ արևմուտքի կողմից այդ ճնշումները Հայաստանի նկատմամբ, այսինքն ներքաղաքական process-ների մասնակցության առումով, այդ առումով էլ հստակ գնահատականներ տրվեց եւ հաջորդ ինչի մասին ես կուզեմ խոսել, որ Հայաստանում պրոռուսական տրամադրված, որ նաև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման հետ կապված այն ուժերը, որոնք որ այդ դրա ջատագովն են, այդ ուժերի նկատմամբ բռնաճնշումների հետ կապված նաև այդ խոսակցությունը գնաց եւ նաև հիշեցրեցին տնտեսական հարաբերությունների մասին, հայ-ռուսական ԵԱՏՄ շուկայի ընդհանուր, բայց գիտենք, որ դրա առյուծի բաժինը անկնում Ռուսաստանի Դաշնության առևտրի ներմուծման արտահանման հետ կապված այդ տնտեսական ակտիվությունը, որ կա Հայաստանում, հստակ նշվեց, որ դա պայմանավորված է ԵԱՏՄ-ի հետ գործակցության արդյունքում է, որ այդ տնտեսական էֆեկտը մենք ունենում ենք եւ նաեւ նշվեց գազի գնի մասին, ինչ Այդ դրան կուզենայի առավել մանրամասն անդրադառնանք, որովհետեւ Պուտինը հստակ ցույց տվեց, թե որքան է տարբերությունը Եվրոպայում վաճառվող գազի գնի եւ Հայաստանին վաճառվող գազի գների միջեւ, գրեթե կրկնակի անգամ ավելի էժան ենք ձեռք բերում։ Կրկնակի մի բան էլ ավել $600 Եվրոպային, $170 սահմաններում Հայաստանին, դա բավականին զգալի տարբերություն է եւ դրա մասին նաեւ խոսել է նաեւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ասելով, որ նորմալ հարաբերությունների պարագայում հնարավոր է նաեւ, եթե նորմալ իշխանությունները նաեւ նորմալ բանակցային գործընթացներ տարվեն, հնարավոր է գազի գնի անգամ նվազեցում, բայց ռուսական կողմը նաև ակնարկներ արեց, որ այդ հարաբերությունների վատ տարածման պարագայում, հակառուսական քաղաքականության պարագայում այդ գազի գինը կարող է արժանալ օրինակ այդ $600, որը որ վճարում է եվրոպացի սպառողը եւ գիտենք, որ արդեն Իրանով պայմանավորված, Իրանի ուրեմն իրավիճակով պայմանավորված նաեւ շատ կարեւոր է նաեւ էներգետիկ ռեսուրսների հարցը, այսինքն գազը, նավթը, էլեկտրոէներգիան գալիս են առաջնային պլան եւ այս առումով Հայաստանի տնտեսության զարգացման նաեւ կարեւոր բաղադրիչներից մեկն է նաեւ էներգառեսուրսների էժան լինելը, այսինքն մատչելի լինելը։ Դուք պատկերացնում եք տնտեսության վիճակը ինչ կարող է լինել, եթե դիցուկ, օրինակ, Հայաստանը գնի այն գնային պայմաններով, ինչը որ վաճառվում է Եվրոպային։ Իսկ դա կլինի, եթե ԵԱՏՄ-ից դուրս գա ու որոշի, որ դե հստակ նաև դրվեց այդ հարցը։ Դու չես կարա երկու աթոռների վրա նստես։ Այս կոպիտ ասած, այս կարմիր թելով գնում էր այս խնդիրը, այս հարցը, եւ եթե Հայաստանը այդ որոշումը կայացնի, ինքը չի կարող միևնույն ժամանակ եւ լինի ԵԱՏՄ,
ուրեմն այդ տնտեսական օգուտները քաղի ԵԱՏՄ-ի մեջ լինի եւ այլ տնտեսական ֆորմացիաների մեջ լինի։ Դրա մասին ասաց նաեւ Փաշինյանը, այո, երբ որ ասաց, քանի դեռ կարողանում ենք համադրել, համադրում ենք, երբ որ գա արդեն հստակ ընտրություն անելու ժամանակը, ընդ որում ընտրություն անելու ժամանակ շեշտեց ոչ թե Հայաստանի իշխանություններ կամ կառավարություն, այլ նորից մեղքը դրեց Հայաստանի ժողովուրդը։ Դա կարծես թե Հայաստանի ժողովուրդն է որոշում արտաքին քաղաքականությունը։ Դե իր այդ մանյովրները, այդ կներեք արտահայտության համար այդ փնթի այդ վիճակները բնականաբար այսօր աշխարհակաղակական կենտրոններին դու չես կարա այդ խոսույթով կամ այդ ձևով հանդես գալ, որովհետև շատ պարզ եւ ակնհայտ է թե իշխանությունների խոսույթից, թե իրենց վարած քաղաքականությունից, որ մենք որտեղ են գնում եւ ինչ են անում եւ ինչ հակառուսական տրամադրվածություններ է։ Իրենք են հենց այդ տրամադրվածությունները առաջացնում մեր ժողովրդի, մեր հայրենակիցների մոտ։ Եվ դրա վտանգների մասին խոսվեց։ Այսինքն Հայաստանի տնտեսությունը այս տարիների ընթացքում ոչ թե իրենց ասած այդ դիվերսիֆիկացիան է տեղի ունեցել, այլ տնտեսական կապերը շատ ավելի են, ավելի բարձր տոկոսներով են ուրեմն հիմա ԵԱՏՄ երկրների հետ եւ դրա մասին պարզ եւ ակնհայտ խոսվեց, որ դա չի լինելու, այսինքն եթե ընտրությունը կատարվի նաև այս աշխարհակաղակական իրավիճակը հաշվի առնելով ԵՄ նաև Ռուսաստանի առճակատումը հաշվի առնելով դա բնականաբար իրենք հստակ մեսիջները տվեցին որ դա չի լինելու եւ դա հսկայական վնասներ է հասնելու Հայաստանի համար Հայաստանի տնտեսությանը դա գյուղատնտեսությանն է վերաբերում դա արտահանվող ապրանքներին է վերաբերում դա լայն սպեկտրի ապրանքներին դու գիտեք եւս մեկ անգամ ուզում եմ նշել որ դա մեր առևտրաշրջանառության առյուծի բաժին ընկնում է ԵԱՏՄ երկրների եւ դա տնտեսական կոլապսի կարող է բերել Հայաստանի Հանրապետության։ Այնինչ Եվրամիությունը նույնիսկ անդամակցության տեխնացուների շարքում Հայաստանին չի տեսնում, որովհետեւ Թուրքիան Վրաստանը կան, Վրաստանը որի իբր պրոռուսական էր, այո, վերջին շրջանում դարձել, իսկ Հայաստանի մասին խոսք անգամ չկա։ Այո, իհարկե դա ակնհայտ է եւ նույն Եվրոմիության մեր գործընկերները ոչ հստակ ժամանակ են ասում ոչ որևէ մի, այսինքն մշուշոտ այդ ամեն ինչը եւ նույնիսկ այդ մասով հայտարարությունները չէ հնչել որ պատրաստ չէ։ Այո, իհարկե դա շատ լուրջ խնդիրալուրջ հարց է եւ եթե տնտեսական այդ փոխգործակցությունը չլինի Հայաստանի Հանրապետության կրկնում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ուղղակի կփլուզվի, որովհետեւ այս ընթացքում որևէ մի դիվերսիֆիկացիա տեղի չի ունեցել։ Անկամ այն ծորենը, որ գալիս է Ռուսաստանից, Ադրբեջանի տարածքով, բնականաբար զուտ էլի ռուսական ծորենն է կամ նույն բենզինի հարցով, գազի հետ կապված, մնացած բոլոր ապրանքների հետ կապված, ասինքն սա լրջագույն խնդիր է, որ այս իշխանությունները կամ չգիտեմ անկարողության կամ ապիկարության ինչ անունը ուզում ես դիր, դրա արդյունքում հնարավոր են բոլոր այդ տնտեսական կապերը, նաև ներդրումների հետ կապված է, քանի որ ամենամեծ ներդրողը Ռուսաստանի Դաշնությունն է, դրա հետ էլ կապված կարող են լրջագույն խնդիրներ։ Դե Պովերչուկ ասաց, այո, 5 միլիարդի վնաս է կրել թե Հայաստանը, թե Ռուսաստանը, որովհետև Հայաստանի իշխանությունները վարում են հակառուսական քաղաքականություն ու ռուս ներդրում անողները պարզապես խուսափում են Հայաստանի։ Եթե Հայաստանում ռուսական կապիտալով ներդրողից որոշակի խլման գործընթաց է կատարում, բնականաբար դա տնտեսական միջավայրի վրա շատ վատ անդրադառնում, շատ վատ անդրադարձ է ունենում եւ սա ավելի քան ակնհայտ է։ Եվ այս առումով շատ կարեւոր է նաեւ նշել Հարավկովկասյան երկաթուղիների կառավարման հարցը, որը որ խոսակցություններ էր գնում իբր ղազախական կողմին հանձնելու, բայց նույն Ռուսաստանից հայտարարություններ եկա, որ ուղիղ Հայաստանի Հանրապետության իշխանությունները համենայն դեպս մինչև երեկվա դրությամբ այդ առումով ուղիղ բանակցություններ ռուսական կողմի հետ տեղի չեն ունեցել, այսինքն միջնորդավորված երկրորդ, երրորդ կողմը իրենց հայտնել է, որ իրենք ցանկություն ունեն երկաթուղիների կառավարումը իրենք ստանձնեն, այսինքն հիմա խոսում են ղազախական կամ այլ երկրների տրամադրելու երկաթուղիները, բայց խորքում հասկանում ենք, որ նաև վտանգներ կա, որ այդ երկրորդ երկրի կառավարումը կարող է բերի նրան, որ երկրորդ երկրի կառավարումը դե յուրե լինի երկրորդ երկրի, բայց երրորդ երկիրը մասնավորաբար Թուրքիան ինքը վերահսկի բոլոր այդ գործընթացները եւ սա շատ զգայուն եւ շատ նուրբ թեմա է, որի առումով ռուսական կողմն էլ հստակ գնահատական տրվեց, որ դա տեղի ունենալ չի կարող, այսինքն իրենք չեն հեռանում, իրենք պատրաստ չեն, որ գնան այդ քայլին։
Չնայած մենք չգիտենք, թե Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը կոնկրետին չեն բանակցել փակ դռների հետևում, այնուամենայնիվ դատելով նաև դեմքի արտահայտությունից, ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը ստացել է այն, ինչի համար գնացել է Ռուսաստան, թե ձեռնունն այն վերադարձել։ Առաջին տպավորությունը դա նա էր, որ Նիկոլ Փաշինյանը նախ ջղաձգվում էր Արցախի թեմայից, ասելով, որ այլևս փակված է այդ թեման, դա շատ պարզ էր, որ ինքը դրանով մեսիջներ ուզում փոխանցի իր կիրթ ու կառուցողական ընկերոջը, գործընկերոջը Իլհամ Ալիևին եւ մնացած բոլոր հարցերով էլ, ինչը տնտեսական հարցերով, մնացած բոլոր հարցերով իր նաեւ դեմքի արտահայտությունով իր պահվածքից երևում էր, որ ինքը ջղաձգումների մեջ է եւ իր հիմնական նպատակը նաեւ հաշվի առնելով աշխարհակաղակական նոր իրավիճակները հաշվի առնելով ինքը փորձում էր ռուսական կողմից այսպես ասած աջակցություն ստանալ, որը ֆիասկո ապրեց իրականում, այսինքն ինքը այդ աջակցությունը չստացավ եւ ինքը ընկել է մի ցայտնոտի մեջ, որ գետնի վրա ինքը չունի վստահելիություն, այսինքն ինքը եւ իր քաղաքական ուժը շատ ցածր վարկանիշ ունեն եւ այս առումով նաեւ զրկվելով որոշակի աջակցությունից այս առումով բավականին լուրջ խնդիրների առջեւ է կանգնելու եւ իր վերարտադրումը գրեթե անհնարին է դառնում։ Ծաղկազարդի օրը եկեղեցում Դավիթ եւ Միքայել Մինասյան երկվորյակ եղբայրները 18 տարեկան ավագ դպրոցի աշակերտներ հայտնվում են Փաշինյանի Տիկնազորի կամ անվտանգության աշխատակիցների հետևանքով միջադեպի մեջ։ Հիմա Դավիթ Մինասյանը լրջագույն առողջական խնդիրներով 2 ամիս կալանք պետք է կրի։ Այս միջադեպը ինչի մասն է խոսում, պարոն Դանիելյան, արդյոք սա որոշակի ուղերձ է հայ հանրությանը, որ զգուշացեք։ Նախ Նիկոլ Փաշինյանի կողմից ակնհայտ սադրանք էր Ծաղկազարդի տոնի հետ կապված, ինքը ուզում էր գնա նաև եկեղեցի ստուգելով նաև հոգևորականների, այսպես ասած, վերաբերմունքը իր նկատմամբ եւ շատ པարզ եւ ակնհայտ, այսինքն նույն իր եկեղեցու մտնելու այդ process-ը, այսինքն ուշացած գնում է պատարակի եւ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները մարդկանց հրելով ճանապարհ են բացում, որ ինքը ներս մտնի, հստակ վերաբերմունքի արժանում հավատացյալների կողմից, այսինքն ես չեմ պատկերացնում, էլի, չնայած ես իրեն հավատացյալ չեմ համարում, բայց համենայն դեպս եթե ինքը իրեն դիրքավորում է որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, բոլորը գիտեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդները, որ համեստությունը դա մարդուն զարդարում է, այսինքն եթե դու գնում ես անգամ պատարակի, դու պետք է ինչ որ մի անկյունում քու աղոթք անես եւ ավելի համեստ եւ ավելի ժուշկալ եւ կեցված կընդունես, այսինքն բայց ակնհայտ էր, որ այս մարդը գնացել է իրեն ցույց տալու, բայց եկեղեցին ցույց տալու տեղ չի։ Եկեղեցին աղոթքի տեղ է եւ գնալով եւ մարդկանց հրմշտելով եւ այդ իրավիճակը ինքը հասունացրեց քիչ չի, իրեն պետք էր հերթական զոհը եւ հերթական տեսարանները եւ ինքը բեմադրեց այդ տեսարանները, նաեւ այդ իրավիճակում նաեւ իր անվտանգության աշխատողները ոչ համաչափ գործողություններ իրականացրեցին, ասենք մարդուն ակնհայտ տեսանյութից երևում է, որ մարդուն երիտասարդին 12-րդ դասարանի երիտասարդին հարվածում է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը։ Այն նույն աշխատակիցը, ով Հովհաննավանքից Հայկ Դերձյանի բերանը փակած դուրս բերեց։ Այո, Հովհաննավանքից, նաեւ ազգային ժողովում, նաեւ Այսինքն աչքի ընկած աշխատակից։ Այո, ազգային ժողովում նաեւ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրելու բավականին մեծ փորձ ունի։ Այսինքն այդ առումով ինքը այդ ծառայությունը մատուցել է եւ կարծում եմ որ երևի խրախուսանքի արժանացել իշխանությունների կողմից, բայց այստեղ երևույթն է, այսինքն դու գնացել ես եկեղեցի դպրոցական երիտասարդի նկատմամբ նախ ոչ պատշաճ վարքագիծ ադրսևորել հենց իշխանությունների կողմից, վերջում էլ այդ ուրեմն աշակերտին տանում են կալանքի։ Մենք պետք է հասկանանք սրանով ինչ է ուզում ասի Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը ուզում ասի, որ ինձ համար կապ չունի, մանկահասակ կլինի, կին կլինի, դպրոցական կլինի, հոգևորական կլինի, գյուղացի կլինի, ինձ համար դա որևէ մի կարմիր գիծ գոյություն չունի։ Այն բոլոր մարդիկ, որոնք որ ինձ ընդդիմախոս կլինեն, այն բոլոր մարդիկ, որոնք որ հակառակը կլինեն ինձ, այդ մարդկանց ես կտանեմ քրեակատարողական հիմնարկները։ Այդ մարդկանց ես օրը ցերեկով կարամ
խփեմ այդ մարդկանց ես օրը ցերեկով կարող եմ բռնություն գործադրել այդ մարդկանց նկատմամբ այսինքն սրանով ինքը այդ ազդակները տալիս էր մեր հասարակությանը մեր հանրությանը որ ես չունեմ որևէ մի կարմիր գծեր եւ այսպես ասած այդ անբարոյականությունը եւ այդ վերաբերմունքին կարա արժանանա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ով է ապահովագրված որ հաջորդ դպրոցականը չի կարա լինի ինչ որ մեկի երեխան ով է ես վերջերս նաեւ փաստաբաններն էին խոսում դրա մասին որ մի երիտասարդ, որը որ դպրոցական է, իր այսպես ասած վերաբերմունքն է արտահայտել ավտոբուսի նկատմամբ, իրենց ուրախ ավտոբուսի նկատմամբ, իր նկատմամբ էլի քրեական գործառույթ խոսեցին նրա մասին, որ ուրեմն նաև դրա մասին նաև համացանցում կայացած լրատվամիջոցներ են բոլոր են մարդիկ, որոնք որ կոմենտներ են գրում եւ այդ կոմենտներում իրենց վերաբերմունքն են արտահայտում իշխանությունների նկատմամբ, այդ մարդկանց վրա քրեական գործ, այսինքն ստեղծել վախի մթնոլորտ որ այդ վախի մթնոլորտի մեջ որևէ մեկը չհամարձակվի ազատ խոսք արտահայտելու, որևէ մեկը չհամարձակվի իր կարծիքը արտահայտելու, որևէ մեկը չհամարձակվի, այսպես ասած, ընդդիմանալ իշխանությունների վարած քաղաքականությանը։ Նաև որդեկորույս ծնողների, նաև անհայտության մեջ գտնվող մեր ուրեմն զինծառայողների ընտանիքի անդամների նկատմամբ վերաբերմունքը, ազգային ժողովի, նաև հարակից տարածքում, երբ որ մարդիկ իրենց բողոքի ձայն են բարձրացնում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների եւ զեկույցի չհրապարակման հետ կապված այդ ակնհայտ սադրանքին գնացին հենց իշխանությունները եւ դրա արդյունքում նորից էլի անազատության մեջ հայտնվեցին մարդիկ, որոնք որ սքի ողբի մեջ են եւ այս առումով իրենց համապատասխան վերաբերմունքի, այսինքն նորմալ վերաբերմունքի, անգամ իրենք ընդունակ չեն նորմալ վերաբերմունքի արժանացնեն մարդկանց խմբի, որը որ ամենաթանկն է տվել։ Այսինքն եթե դու պատրաստ ես այդ խմբի հետ նորմալ կոմունիկացվես, ինչ մնաց այն մնացած բոլոր են խավերի շերտերի հետ, որոնք որ իրենց անհամաձայնության են հայտնում գործող իշխանություններին։ Մամուլը գրում է, որ անազատության վայրերում ճգնաժամ է, որովհետև տեղ չկա, լցված են անազատության վայրերը քաղբանտարկյալներով, տարատեսակ քրեական գործերով, սակայն քաղաքական կարծիքի համար այնտեղ գտնվողներով, հատկապես առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանցով, միչև որ։ Ես պարբերաբար ուրեմն այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ, տարբեր քաղաքական հայացքներ, այդ թվում նաև մարդիկ, որոնք որ կոնկրետ մեր քաղաքական ուժի նկատմամբ որոշակի վերաբերմունք են ցուցաբերել, այսինքն իրենց մեծ ընդդիմադիր լինելը, օրինակ եմ ասում, էլի, մենք այցելում ենք, ես եւ իմ գործընկերները այցելում ենք բոլորին եւ ոչ միայն քաղաքական գործերով, այլ նաեւ տարբեր գործերով մարդկանց ուղղակի առողջական վիճակը սարսափելի է։ Առողջապահական հիմնարկները, որոնք որ իրենց պարտականություններ ունեն մարդկանց խնդիրներով զբաղվելու, այդ մարդիկ անգործություն են դրսևորում եւ դրա վառապացույցն էլ նա է, որ քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար ինքնավնասման, նաեւ ոչ միայն ինքնավնասման, նաեւ սպանության փորձի, նաեւ կախվելու, նաեւ այլ եղանակներով իրենց կյանքից զրկելու, նաև առողջական վիճակով պայմանավորված, նաև մարդիկ են մահանում, այսինքն կոնկրետ օրեր շարունակ եթե մարդը ուրեմն բերանից արյուն է գալիս եւ այդ առումով որևէ մի առողջապահական ծառայություն չի զբաղվում այդ խնդիրներով, ինչ պետք է լինի։ Կոնկրետ քրեակատարողական հիմնարկներում առանձնացված չեն այն բոլոր խմբերը, որոնք օրինակ ունեն հոգեկան առողջության խնդիրներ, որոնք ունեն այլ կարգավիճակներ, այսինքն այդ մարդկանց եւ պայմանները, եւ առողջության հետ կապված խնդիրները, եւ տեղում իրավիճակը, այսինքն տեսեք, օրինակ, եթե այնտեղ տարական հիգիենայի պայմանները չկա, եւ այդ գերծանրաբեռնվածությունը բերում է նրան, որ անգամ նաեւ ահազանգներ կան, որ հերթափոխով են քնում մարդիկ, այդ ձեր ասած հենց այդ թեմային անդրադառնանք, այդ գերծանրաբեռնվածությունը բերում է նաեւ մնացած բոլոր հետևանքներին։ Եվ այս առումով շատ կարեւոր է, որ նաեւ նախագահը, երկրորդ նախագահը սրա մասին խոսեց, ես եմ բազմաթիվ անգամներ խոսել համաներման հետ կապված, խնդրի հետ կապված, որը արդեն դարձել է մեր նախընտրական խոստում եւ նախընտրական դրույթ, համաներման հետ կապված եւս մեկ անգամ օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ մեր իշխանության գալու պարագայում այդ համաներման հարցը քննարկվելու է, ես կարող եմ մի հատ օրինակ բերել վարորդական իրավունքի հետ կապված, խնդրի հետ կապված մարդը գտնվում է օրինակ քրեակատարողական հիմնարկում։
Եվ սա նմանատիպ շատ ու շատ խնդիրներ կան, որը որ պետք է վերանայվեն։ Ես շատ փակագծեր չեմ բացում, որովհետև դրա ժամանակը չկա, ինձ թվում է առանձին դա խոսելու թեմա է, բայց այն, որ եւս մեկ անգամ ուզում եմ օգտվելով առիթից հայտարարել, որ 7 տարի է Հայաստանում համաներում չի եղել, իշխանությունները հրաժարվել են համաներում անելուց, դա միջազգային ընդունված պրակտիկա է, տարբեր երկրներում համաներումը լինում է, եւ այսօր իշխանություններն ասում են, որ համաներում չի լինելու։ Մենք ասում ենք, որ համաներում լինելու է։ Մենք ասում ենք, որ եթե մինչ այսօր վաղաժամ ազատ արձակելու հարցը նորմալ պատշաճ քննության առարկա չի դառնում, բազմաթիվ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց, այդ հարցը մենք լրջագույն ուշադրության ենք ենթարկելու, որովհետև օրենքը հնարավորություն է տալիս նաև այս ասպեկտով հանդես գալու։ Անդրադառնանք այցերին, մարդկանց հետ հանդիպումներին։ Ես ուզում եմ օգտվելով առիթից նաև մի շատ կարևոր հարցի անդրադառնալ։ Իշխանությունները այդ քիչ առաջ խոսում ենք նաև այդ դեպքի մասին, չէ, որ տեղի ունեցավ Սուրբ Աննա եկեղեցում, այդ վախի մթնոլորտի ստեղծման մասին խոսեցինք։ Հիմա իրենք սա պրոյեկտում են մարզերում, տարբեր տեղեր, բռնաճնշումների ենթարկելով, ընդդիմադիրներին հալածելով, նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող կամ ոչ իշխանական հայացքներ ունեցող մարդկանց, այսպես ասած, այդ մարդկանց ահաբեկելու, այդ մարդկանց սպառնալու, գործից հանելու, ընդդիմադիր ուրեմն ուժերին տարածքների տրամադրման հետ կապված, որ խոչընդոտներ են ստեղծում, որ գրասենյակներ վարձեն, այդ հարկային տերորի, որ կգա հարկայինը քո հետևից, կգա ԱԾ-ն քո հետևից, կգա ոստիկանությունը քո հետևից, այս ամեն ինչը լրջագույն խնդիրներ է առաջացնում այս ընտրական process-ների նախընտրական process-ների ժամանակ, այսինքն վախի մթնոլորտ են ստեղծում, ակնհայտ վախի մթնոլորտ են ստեղծում, նավանան գյուղաբնակ շրջաններում, մարզերում, բանը, որը անընդունելի է։ Արդեն իշխանությունները գնացել են տոտալ վախի մթնոլորտ ստեղծելու քաղաքականությանը եւ Նիկոլ Փաշինյան եւ իշխող ուժը այդ ճանապարհով գնում է։ Ինչա կախված մեր ընդդիմադիրներից։ Մենք պետք է կարողանանք մեր հայրենակիցների մեջից այդ վախի մթնոլորտը հանել։ Այսօր մեծ ամասնությունը դեմ են իշխանություններին։ Ես պատասխանատու, բայց վախը կա եւ այդ վախի մթնոլորտը մենք պետք է հանենք մեր հայրենակիցներից։ Օրինակ, ինչ վտանգներ է սպառնում Հայաստանի Հանրապետությանը սրանց վերարտադրվելուց հետո։ Այս մարդիկ հրաժարվել են ուրեմն անկախության հռչակագրից։ Այս մարդիկ ուրեմն տրամադրված են ադրբեջանցիներին ստեղ բնակեցնելու։ Իրենց վերարտադրման պարագայում Հայաստանի Հանրապետությունը սահուն կերպով դառնալու արևմտյան Ադրբեջան։ Դա արդեն ակնհայտ իրողություն է, որը որ Ադրբեջանի կողմից այդ նարատիվները խոսվում է դրա մասին, Հայաստանի իշխանություններն էլ դեմ չեն այդ ամեն ինչին, այսինքն այս առումով շատ լրջագույն խնդիրների առջև կարող է կանգնել Հայաստանի Հանրապետությունը եւ մեր քաղաքացիները պետք է իմանան, թե ինչ իրենց քվեին արժանացնելու պարագայում, եթե իրենք լինեն իշխանության, այդ ամեն ինչը լինելու է։ Եվ ուզում եմ շատ կարճ խոսել նաև վերջին Ադրբեջանի հայտարարությունների մասին, ՄԻՊ-ի Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարության մասին, որով որ իրենք ՄԱԿ-ին դիմել են, որ այսպես կոչված ադրբեջանցիների ցեղասպանության հարցը քննության առարկա։ 1918 իրենք Շուշիում հայերին կոտորեն, բայց պարզվի որ հակառակն է եղել։ Սա այլ ոնց ենք մենք պատկերացնում խաղաղություն։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը այս սկզբունքներով եւ այս նարատիվներով է գնում եւ այս պահանջներով է հանդես գալի, այս իշխանություններն էլ ի վիճակի չեն, իզորու չեն, որ կարողանան այդ մարտահրավերներին դիմակայել։ Եվ այս պարագայում շատ կարեւոր է, որ մեր հայրենակիցները անկաշկանդ առանց վախի մթնոլորտի գնան եւ իրենց ոչ ասեն գործող իշխանություններին, հաշվի առնելով այն վտանգները, որը որ կլինի իրենց վերարտադրության պարագայում։ Ել չեմ խոսում տարածքային նոր զիջումների մասին, ել չեմ խոսում մեր Բաքվում գտնվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառնված անձանց մասին, որ իրենց վերարտադրության պարագայում այդ մարդիկ մնալու են այնտեղ։ Պարոն Դանիելյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր Հայաստան դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Հաջողություն։